Բարև բոլորին, աշխատանքը սկսելու համար մեզ անհրաժեշտ է մի քանի գործիքներ։ Ուրեմն դուփի մեջ կգտնեք թուֆքարը, մուրճը, երկու հատ հադիչ տարբեր չափերի եւ հայկական 3 զարդանախշեր։ Մեզ հավելյալ պետք է երկու գործիք կամ մեկ գործիք, որպեսզի փոշին մաքրեք եւ մատիտ։ Դուփի մեջ, ինչպես որ ասենք, ունենք հայկական 3 զարդանախշեր, դուք ազատ եք, կարող եք ընտրել որը որ ուզեք։ Ասեմ դժվարությունները, ամենահեշտը այս հավերժության նախշն է, իր բարդությունը այն է, որ փոսիկները մի քիչ շատ են, պետք է շատ խորը փորեք եւ շատ մաքուր։ Ետքը ունենք հավերժության նախշը նույնպես իր մի քիչ ավելի դժվար է, բարդ է իր գլորները ստանալու համար, եւ խաչը, որը մի քիչ ավելի ժամանակատար է, բայց հեշտ է աշխատելու։ Աշխատանքը սկսելու համար մեզ ամենակարևորը պետք է տնենք ջուր, որպեսզի աշխատանքի ժամանակ փոշին չշնչենք։ Միշտ որևէ մի նախշ որ որոշենք, առաջին հերթին պետք է գծենք։ Մեմը որ քիծը գծեցինք, հադիչով պետք է գծի վրա զարնենք։ Այսինքն հադիչը ուղիղ կտնենք քիծի վրա, բայց չեք կրնար զարնել, երբ հադիչը ուղիղ է։ Անպայման պետք է իրան տանք փոքր թեքություն։ Այս կողմ կամ այս կողմ, որ ոնց պետք է իմանաս։ Եթե մեզ պետք չէ գծին այս կողմը, ուրեմն հադիչը պիտի թեքենք դեպի այն մասը, որ մեզի պետք չէ։ Ինչու՞, որովհետև երբ զարնենք, այդ մասը արդեն կփշրվի, այս մասը մաքուր կմնա։ Եթե օրինակը ընենք քարագուսի վրա, որովհետև որևէ մի նախշ որ զադես, նախ պետք է փոսերը փորենք։ Հիմա պիտի սորվենք, թե ինչպես փոս կփորենք։ Առաջինը, ինչպես որ ասենք, քիծերը պիտի զարնենք։ Որովհետև մեզ քարագուսու մեջ պետք չէ, ուրեմն ուղղությունը պիտի լա դեպի քարագուսի մեջ։ Եվ շատ ուժեղ չզարնել նույն տեղը։ Եթե պետք է, կարող եք քարը ձեր հարմարությամբ դարձնել։ Մեմի որ սահմանը գծեցինք, հիմա գրնանք մեջը փորել։ Նորեն հադիչը կտնեք այստեղ ոչ ուղիղ, մի քիչ թեքությամբ եւ փոքր հետ գնալով կմաքրեք։ Հիմա խորությունը լավ չէ, պետք է ավելի խորը անենք, որովհետեւ խորը անենք, նորեն պատերը կզարնենք, բայց այս անգամ ուղիղ։ Միշտ առաջին անգամ թեքությամբ, ապահովության համար, ետքը արդեն ուղիղ։ Մեմը որ փոսը փորենք, պատերը պետք է շտկենք, որովհետև ինքը փափուկ կար է, նույնիսկ առանց մուրճի, կրնակ այսպես իրեն շտկել եւ ավելորդ մասերը հանել։ Անպայման քարը թրջել, որպեսզի փոշի չշնչենք։ Ետքը արդեն նախշը գտնենք քարի վրա եւ մատիտով կանցնենք եւ կգծենք բոլոր գծերը։ Ետքը անպայման միացնել բաց մնացած գծերը։ Գծելը ետք պիտի սկսենք հադիչով խփել։ Առաջին հերթին պիտի զարնենք ընդհանուր մեծ քարագուսին։ Տնենք հադիչը քարագուսի վրա, բայց ուղղությունը պիտի լա դեպի քարագուսի մեջ։ Շատ զորավոր չզարնել։ Զարնել մինչև այնադեն որ քիծերը երևան։ Հիշեցնելով, որ մեր փոսերը պիտի լան այս հատվածները, հատոր համապատասխան պետք է հադիչի ուղղությունը ճիշտ բռնել։
դեպի փոսի կողմ։ Իսկ փոքր թարցվածները կաշխատենք փոքր հատիչով։ Դեպի ուղղությունը փոսիկի մեջ։ Մեմը որ բոլոր գծերը հատիչով զարգենք, հիմա արդեն պիտի սկսենք փոսիկները փորել։ Սկիզբը փորել մեջը, հետո պատերը նորեն ուղիղ ծառնել և նորեն փորել։ Որովհետև տարածքը փոքր է, աշխատել փոքր զուգինով։ Փոսերը փորելը ետք, չմոռանալ պատերը ուղղել։ Պետք է ստանաք 90 աստիճան։ Փոսերը փորել է վերջ, հիմա պիտի տանք թևերը։ Որտեղ որ սլակները կտեսնեք, այդ ուղղությամբ պետք է մենք իջնենք։ Օրինակի համար, այս պարակային, երբ որ սլակը դեպի այս կողմ է, կաշխատիկ մեծ հատիչով, ապահովության համար մի հատ անգյունով կխազեք ու տետևակի գիջնեք։ Մեմը որ իջնեք, քիձը նորեն կզարնեք և ավելի կրնակ խոր անել։ Բայց այս ծևի խորությունը պետք չէ հասնի փոսիկին և կրնակ այսպես իրեն փափկեցնել և ավելի սահուն դարձնել։ Նույնպես անել մյուս տեղերը։
Ավարտելու համար կմնա այս անկյունները սիրունցնել նորեն թեթևակի պատիճով կխազեք և փոքր գորուչուն կուտակ։ Կտնենք նախշը և մատիտով անցքերը կցեք։ Որտեղ որ բաց մնացած է, անպայման միացնել։ Մեմը կծել է ետք, պիտի սկսենք հադիչով աշխատել։ Նախ մեծ հադիչով պիտի խփենք ընդհանուր գլորը, մեծ գլորը։ Ուղղությունը դեպի գլորի մեջ։ Շատ ուժեղ չզարնել։ Ընդհանուր գլորը զարնել է ետք, հիմա պիտի զարնենք փոքր կիսագլորները, որովհետև ինքը փոքր կիսագլոր է, պետք է աշխատենք փոքր հադիճով։ Որտեղ որ գետիկներ տնեմ, պիտի զարնենք դեպի այդ ուղղությունը։ Այսինքն, եթե պիտի ունենք այս կիսագլորը, որտեղ որ գետիկ կա, հադիճը պիտի ծրենք դեպի գետիկի մոտ, որովհետև մեզ գետիկի հատվածը պետք չէ։ Կսկսենք կենտրոնել մինչև ծայր։ Չմոռանալ այս փոքր խցիկներն զարնել։ Մեմը որ բոլոր քիծերը զարգինք, հիմա պիտի ենենք փոսիկները, ունենք 8 հատ փոսիկ։ Փոսը երանգունացև է, այս որովհետև ինքը շատ փոքր է տարածքը, միայն 3 բադերը կզարնելով կխորանանք։ Բարդացի չէ շատ խորը ընել, բայց բարդացիր է շատ մաքուր ընել։ Խորանալ է ետք, անպայման առանց որջի բադերը շիրակ ընել։ Փոսերը ըրինք, հիմա պիտի տանք ցևը։ Գետիկը մնալու է ամենախորը հատվածը։ Մենք այս հատվածը այս կողմով պիտի իջնենք դեպի վար եւ այս կողմով պիտի իջնենք դեպի վար։ Ապահովության համար նորեն քիծը անպայման խազել եւ այս անգամ պիտի աշխատենք մեծ հադիճով։ Չեք տներ ամենածայրը մի քիչ ներս եւ կսկսեք սլաքի ուղղությամբ զարնել։ Այստեղ շատ կարևոր նրբություն կա, որ հադիճի այս անկյունը քարին պետք չէ թփնա։
Ցևը տալ է ետք, անպայման բադերը շտկել։ Եթե ցերկով կդժվարանաք, նույնիսկ կրնաք մուրճով շտկել։ Եվ հավերժության թևիկի ծայրը փոքր հադիչով ընդգծել, որպեսզի բաժնվի կլորից։ Առաջին հերթին պետք է գիծերը գծել, բոլոր գիծերը։ Հանելը ետք, բաց մնացած գծերը անպայման իրար միացնել։ Գծելը յետ պիտի սկսենք աշխատանքը հադիչով։ Առաջին հերթին ընդհանուր քառանկյունը պետք է հադիչով զարնել։ Մեծ հադիչով ուղղությունը դեպի ներս։ Շատ ուժեղ չզարնել։ Քառանկյունը զարնել է ետք, հիմա պիտի աշխատենք խաչի վրա։ Նույնպես խաչի գծերի վրա պիտի զարնենք, բայց այս անգամ ուղղությունը խաչից դուրս, որովհետև մենք այս տեղերը պիտի կորենք։ Այնինչ որ մեծ գիծ է, կրնակ աշխատել մեծ հադիչով։ Այնինչ որ փոքր դարձվածքներ են, աշխատել փոքրով։ Մեմը որ բոլոր գծերը զարգենք, հիմա պիտի փորենք փոսիկները։ Ունենք 4 մեծ փոսեր, այս 4-ն են։ Ինչ որ մեծ տարածք է, աշխատիկ մեծ հադիչով։ Միանգամից խորը չգնա։ Այս հատվածը փոքր է, ուրեմն օգտագործել փոքրը։ Ավելի խորանալու համար զարնենք նորեն բոլոր բադերը, այս անգամ ուղիղ։
եւ նույնպես կկողք։ Խորությունը ինչքան խոր անեք, այնքան սիրուն, բայց շատ խորը չանեմ։ Քոնե 2 սանտի կամ 1.5 սանտի անպայման իջնել։ Խաչի գողմերը փորելը ետք, հիմա գրնանք աշխատել խաչի վրա։ Գրնանք այս կլորը շեշտենք և այստեղից իջնենք ներքը։ Հադիչով քիծը շեշտել և շատ թեթև թեքություն տալ։ Նույնպես խաչի վերջույթները։ Ավարտելը ետք մեծ հադիչով գրնակ անգույները թեթևագի այսպես տաշել, որպեսզի խաչը քիչմը ցև ունենա։ Եվ անշուշտ մադիդի դեղերն ալ այսպես կրնակ հան։ Եվ ընդհանուր մաքրեք, եթե պետք է։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հաճույքով աշխատեցան եւ հասան ավարտին։ Հուսով եմ, որ բոլորի մոտ ստացվեց։ Անպայման կուղարկեք ձեր աշխատանքները ինձ, որպեսզի ես գնահատեմ եւ սրտանց ուրախանամ։ Մերսի։